Մենք ապրում ենք վերջի օրերում։ Վերջի օրեր, երբ որ մենք ասում ենք միանգամից մարդկանց երկու կարծիք է բաժանվում։ Մարդիկ առաջի կարծիքը էսպիսին է։ Հայ էլ տենց ասում էին։ Եվ ոչինչ չեն ձեռնարկում իրենց անձը պատրաստելու հետ կապված, որովհետև վերջի ժամանակը, երբ որ մարդ գիտակցում է, երբ որ վերջի օրերն է, նա պատրաստում է իր սիրտը, իր անձը, որովհետև գիտի ամեն վարքյան կարա միանգամից վերջ լինի։ Ամեն։ Իսկ մյուս մասը լուրջ է վերաբերվում եւ պատրաստում է իր անձը։ Եվ գիտեք, ես հավատացած եմ, որ եկեղեցում չեմ կարող ասեմ 100%, բայց գերակշռող մասը պետքա պատրաստի իր անձը։ Իհարկե հավատում եմ, որ 100% հնարավոր է, որ պատրաստի իր անձը։ Հավատում եմ, որ մենք ամեն մեկս բոլորս կպատրաստենք մեր անձը, հավատալով, որ մենք ապրում ենք վերջի օրերի մեջ, եւ այդ վերջի օրերը մեզ ոչ թե ուղղակի արտահայտություն կլինի, որ վերջի օրերն է, այլ մենք այդ վերջի օրերում ավելի սթափ կլինենք։ Մեր այդ վերջի օրերում մենք ավելի մեր ջանքը, մեր եռանդը, մեր ուժը կդնենք, որպեսզի մենք պատրաստ լինենք Տիրոջը դիմավորելու համար։ Կաշխատենք մեզ վրա։ Եվ նույնպես կքարոզենք արքայության ավետարան ամեն տեղ, որովհետև գիտենք խոսքն ասում է եւ արքայության ավետարանը կքարոզվի, որից հետո կգա վերջը։ Եվ մենք գիտենք, որ բաներ կա, որ կկատարվի։ Եվ նույնպես տեսնում ենք Տիմոթեոսի թղթի մեջ Պողոս առաքյալը երկրորդ Տիմոթեոս թղթում 4-րդ գլուխ 3-րդ խոսքը, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությանը չեն համբերի, այլ իրենց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն, իրենց վրա իրենց լսիլիկները մարմաջելու պես։ Գիտեք, վերջի ժամանակների մասին այս խոսքը հնչվում է, որ մարդիկ վերջի ժամանակներում իրենց ականջների համեմատ վարդապետներ կդիզեն։ Գիտեք, այս խոսքը այնքան դժվար էր առաջի չգիտեմ, առաջի դարում ավելի դժվար է եղել այս խոսքը կատարվի, քան թե որ հիմա այս վերջի ժամանակներում։ Գիտեք ինչ եմ ասում, որովհետև այն ժամանակ տենց շատ քարոզիչներ չկային։ Միգուցե կային տարբեր վարդապետություններ, բայց կային սադուկեցիներ, մյուս փարիսեցիներ, տարբեր վարդապետություններ կար, բայց մենք գիտենք քրիստոնյաների մեջ, քրիստոնեության, քրիստոնեական աշխարհի մեջ կային հեղինակավոր առաքյալներ, խոսում էին քարոզում էին եւ ողջամիտ վարդապետություններ քարոզվում։ Գիտեք, այսօր գնալով ինչքան դարերն անցավ, շատ վարդապետություններ, ոնց որ ճյուղավորումներ, շատ մենք տեսնում ենք մոլորեցուցիչներ, մոլորվածներ, տարբեր ուսմունքներ ի հայտ եկան այսօր։ Ի հայտ եկան աշխարհի մեջ եւ այսօր հասանելի է ընդամենը մի հատ այսպիսի սարքի միջոցով։ Եվ այդ ողջամիտ մարդը գիտեք ինչ այսօր մարդը sense մատով ուղակի թերթում է ու իր ուզած քարոզը լսում։ Գիտեք որ ուզած ինչ որ իր ականջին է հաճելի։ Ոչ թե ինչ որ ինքը չի որոշել, էլի, իսկ այստեղ ինքն է որոշում ինչ քարոզ լսի։ Հետարքիրը նրանում է, որ այն մարդիկ, ովքեր որ հաճախում են եկեղեցի, փառք Աստծո ձեզ համար։ Որտեվ դուք չգիտեք ով ինչ է խոսելու։ Դուք սպասումով գալիս եք եւ ուզում եք ընդունել, ձեր սիրտը ծարավ է, փառք Աստծուն հենց դրա համար։ Այո, կենթանի եկեղեցին, այ հենց դա է, որ մեկտեղ հավաքվել է չթողնել, որտեղ կա առատ կերակուր եւ մարդը պատրաստ է ընդունելու, ոչ թե իր ականջի մարմաջելու պես, այլ այն խոսքը, որ Տերը տալիս է եկեղեցուն։ Եվ դա շատ կարևոր սիրտ է, որ մենք պետք է ունենանք եւ այդ դրանից այն կողմ մենք թույլ չտանք, որ ուրիշ միտք մեր մոտ զարգանա եւ մենք ընտրենք արդեն մեզ համար վարդապետներ եւ քարոզիչներ մեր ուզածը լսելու հերիք է։ Իսկ եկեղեցի էլ կարիք չկա, այ մարդ ինչ կարևոր է այսօր, տնից էլ աղոթի, ինչ կարևոր է, ինչ քարոզ ես ուզում, խնդրեմ, 1000 հատ քարոզ, 1000 հատ մի անգամից բացի։ Ոչ մի խնդիր չկա, այսօր հասանելի է։ Բայց ինչքանով է այդ քո համար կերակուր։ Ինչքանով է դա քեզ բերելու այն պատրաստված վիճակին, որ դու Տիրոջը դիմավորելու ես։ Արդյոք այդ խոսքը քեզ պատրաստում է Տիրոջ համար։ Դա արդեն չգիտեմ։
Միգուցե մասամբ։ Բայց եկեք հավատանք ու հասկանանք մի բան, որ շատ անգամ մենք մեր համար ընտրում ենք բաներ լսել, որ մեզ պետք է ու մենք մտածում ենք պետք է։ Մենք մտածում ենք մեզ պետք է, բայց մենք չենք մտածում, որ Աստված միգուցե ուզում էր իմ բնավորության մեջ բան փոխի, բայց ես ուզում եի լսեմ ֆինանսական բարգավաճման քարոզ։ Աստված ուզում էր իմ բնավորության մեջ օրինակի համար բան փոխի, քարոզ էր պատրաստած, խոսքեր ուղարկել Աստված, բայց ես լսում եի ուրիշ բան։ Որովհետև ես մտածում եմ, որ ինձ դա պետք է։ Ես ասեմ, երբ որ մեր բնավորության մեջ այն ինչ որ Աստված ուզում է մեր մեջ փոխի, այնց որ փոխվի, այն հարցը լուծվելու է։ Շատ անգամ մեր հարցերը լուծվում է ոչ թե ինչպես մենք ենք ուզում, այլ այնպես ինչպես որ Աստված է ուզում։ Այո, մենք մեր կյանքի մեջ կարողանում ենք ինչ որ բաներ լուծել, մեր հարցերը, ինչ որ հարցեր լուծել։ Բայց մենք չենք իմանում, արդյոք Աստծո կամքն է։ Արդյոք Աստված ուզում է մեր կյանքի մեջ։ Աստծո կամքն է, որպեսզի մեր կյանքի մեջ ինչ որ դա լինի կամ մյուսը լինի կամ նա չլինի։ Եվ գիտեք, ուրեմն կարելի այսպես ասել. Արդյոք ես ուզում եմ լսեմ իմ ուզածը, թե ընդունում եմ այն, ինչ որ Աստված է ասում։ Ուզում եմ ես լսեմ իմ ուզածը, թե ընդունել այն, ինչ Աստված է ասում։ Երբ որ ես ավելի շատ ցանկանում եմ լսել իմ ուզածը, ես չեմ կարող շատ անգամ ընդունել այն, ինչ որ Աստված է ասում, ուզում։ Որովհետև իմ ցանկությունը իմ սրտի մեջ ավելի շատ է բարձրացած, քան թե այն խոսքը, որ Աստված ուզում է ասի, քան թե այն սպասումը, որ ես պետք է ունենամ Աստծուց։ Դրա համար մեր սրտերի մեջ պետք է լինի սպասում դեպի Աստված։ Ոչ թե ցանկություն լսելու այն, ինչ որ ես եմ ուզում։ Պատկերացնում եք, մեր սրտի մեջ պետք է ցանկությունը բարձրացած լինի, սպասում լինի դեպի Աստված, ինչա ունի Աստված ինձ համար, ինչա ուզում Աստված ասի ինձ։ Եվ այդ սպասումը, երբ որ իմ կյանքի մեջ ես բարձրացնում եմ, Աստված հաստատ կխոսի իմ հետ, Աստված հաստատ կասի ինձ, Աստված հաստատ իմ կյանքի մեջ կբերի այն խոսքը, որ կփոխի իմ իրավիճակը։ Ամեն, որովհետև անհնար է մարդ, որը սպասում է Տիրոջից, եւ Տերը չխոսի նրա հետ։ Տերը չլցնի այդ սպասումը, որտեղ խոսքն ասում է ծարավին հագեցնող Աստված։ Ով ծարավա թողա եւ խմի ինձանից։ Դա նշանակում է ծարավ վիճակը մեր կյանքում, դա այն վիճակն է, որ մենք ու սպասում ենք, Տեր, լցրու ինձ։ Իմ աղբյուրը դու ես։ Իմ սպասումը քեզանից է։ Դու ես կենթանի ջրի աղբյուրը, եւ ես միայն այդ աղբյուրի տեղը գիտեմ, ուրիշ աղբյուրի տեղ չեմ էլ ուզում իմանալ։ Որտեղ միակ այդ աղբյուրն է, որը որ ջինջա, ապրեցնող է, կենարարար է, հա? Ապրեցնում է այդ աղբյուրն է կենթանի աղբյուրը։ Այդ աղբյուրից ուրիշ աղբյուր պետք չի մեզ։ Կենթանի աղբյուրն է ինձ ու քեզ պետք, որն է Հիսուս Քրիստոսը։ Այդ աղբյուրից պետք է սնվենք եւ ես սպասում պետք է ունենամ այդ աղբյուրից։ Եվ ոչ թե ինչ որ ես եմ ուզում։ Եթե մեր ուզածը դա է, ուրեմն լավ ենք ուզում։ Մի անգամ Աստծո խոսքում Տերը հարց է տալիս իր մարգարեին, իր ծառային, ասում է. «Ինչ ես տեսնում»։ Ասում է՝ «Մի նշանի գավազան»։ Ասում է՝ «Լավ տեսար»։ Լավ տեսար, այսինքն տեսար այնպես, ինչպես ես ուզում էի տեսնես։ Միտեղ էլ կարելի իր ծառային ասում է, ինչ ես տեսնում, ասում է մարդկանց, ասում է ծառերի պես եմ տեսնում։ Նորից ասում է, մի հատ էլ աղոթում, ասում է, բա հիմա, ասում է, հիմա մարդու պես եմ տեսնում։ Այն վաղ լավ չէր տեսնում, հետո նորից Աստված հպվում է, աչքերը բացում է, հիմա ճիշտ է տեսնում։ Բայց այնքան կարևոր է մեր սպասումը Տիրոջից լինի։ Եվ մենք կարողանանք մեր կյանքի մեջ ընդունենք այն բաները, որ Աստված է ուզում մեր կյանքի մեջ գա։ Բայց գիտեք, որ դա վստահության ճանապարհ է, վստահության ընթացք է։ Վստահությամբ ապրել է, վստահել Աստծուն, վստահել իր ասածին։ Եթե դու մեկին վստահում ես, իսկ ում մարդ ընդհանրապես վստահում, ում որ ճանաչում։ Ճանաչելությունից է գալիս վստահությունը։ Եթե մենք իրոք սկսենք ճանաչել մեր Տիրոջը ավելի խորքային,
մենք ավելի շատ կսկսենք վստահել։ Երբ որ սկսես վստահել, քո սպասումները միշտ կլինի նրանից, որտեղ դու ճանաչում ես, որ Աստված ինչ որ ուղարկում է ի օգուտ դեպի քեզ։ Եվ գիտես, Աստվածաշնչում մի հետարքիր օրինակ կա, Հովանես Մկրտչի օրինակը, որը որ սպանվում է Հերովդեսի կողմից։ Ու գիտեք պատճառը որն էր, որ սպանվեց Հերովդեսի կողմից։ Հովանես Մկրտիչը հանդիմանում էր Հերովդեսի մեղքը։ Հովանես Մկրտիչը խոսում էր, ասում էր, այս բանը, որ դու արել ես, այն ամուսնությունը, որ ունես, դա պիղծ է, որովհետև դու ամուսնացել ես մեկի հետ, որ քո եղբոր կինն է։ Հանդիմանում էր, ասում էր, դա պիղծ է։ Հերովդեսը ինչ անի, բան տարկեց։ Եվ վերջո սպանեց։ Հրաման տվեց սպանելու։ Ու գիտեք հետարքիրը որն է, որ Երանից է լսեր, չէ՞։ Լավ, ինչ եղավ։ Արդյունքում ով տուժեց։ Ինքը որ դժող գնաց, դե Հովանեսը որ երկինք։ Ֆիզիկական կարան սպանեն, ֆիզիկական կարան վերացնեն, բայց հարցը մնա նույնպես նույն վիճակում, նույն կարգավիճակում։ Մարդը չփոխվի եւ այդ չփոխված կյանքը իրան տանի կործանման, հավիտենական կործանման։ Եվ արդյունքում օգուտը չեղավ։ Որովհետև ինչի համար էր հանդիմանում էր, որովհետև տեսեք, ես բաներ եմ տենում դրա համար, թե իրականում ուզում են, որ Հերովդեսը փոխված լինի։ Որտև ամեն խոսք, ամեն հանդիմանություն, ամեն բան, որ Տիրոջից գալիս է որպեսի փոխի, ոչ թե գալիս է, որ դատապարտի։ Ու շատ անգամ մեր կյանքերի մեջ, ինչ ենք մենք ուզում մեր ականջներին հաճելի բան լսենք։ Չենք ուզում, այ մարդ ինչ մեր սխալները, չեմ մեզ ասեն։ Հեսեք, երբ որ սխալի համար մեզ ասում են սխալը, ու մենք կարողանում ենք ընդունել, դա օգուտ մեզ է։ Օգուտ մեզ է, որտեղ ընդունելով այդ խոսքը, գալիս է փոփոխություն մեր կյանքի մեջ, եւ դա կյանք է տալիս մեզ։ Աստված չի ուզում քեզ դատի, Աստված ուղարկել է իր խոսքը, որ քեզ փրկի։ Այստեղ հարցը մենք, ես եւ դու ամեն մեկս ինչպես ենք վերցնում են խոսքը, որ Տերը ուղարկում է մեզ։ Ամեն։ Մեր վերաբերմունքից կախված է, չէ՞ մեր հետագա ընթացքն ինչպես կլինի։ Դրա համար շատ անգամ վերջի օրերում մարդիկ կուզենան քարոզիչներ լսել իրանց, որ ինչ մեղքի մասին խոսի, ինչ ասի այս բանի մասին, ինչ բնավորություն փոխելու մասին, ինչ որ մեղքը հանդիմանելու մասին։ Այ եկեք բարգավաճում լսենք, այ կյանքի առատություն լսենք, եկեք այս բանը լսենք, եկեք այդի օգուտ է։ Ես չեմ ասում նա պետք չի։ Ես ասում եմ նա պետք է։ Միտեղ Հիսուսին ասեցին 10-րդ, ասում է, հա, լավ է 10-րդը։ Բայց թողել եք օրենքի ծանր բաները, դատը, ողորմությունը թողել եք, դատը եւ այլ։ Բայց ասում է նա արեք, նա մի թողեք։ Այսինքն գլխավոր բաները թողել էին։ Մենակ 10-րդ էին խոսում, բայց այն շինող ու հանդիմանող ու կառուցող խոսքը թողել էին, ողորմությունը թողել էին, դատը թողել էին։ Փարիսեցիների մասին էր խոսքը։ Եվ Հիսուսը հանդիմանում, ասում է նա արեք, չի ասում 10-րդը սխալ է, ասում է նա արեք, բայց նա մի թողեք։ Այնպես չի, որ պետք չի լսել, որ Աստված օրհնող Աստված է, պետք է լսել, պետք է հավատալ, այո պետք է։ Բայց ասեմ քեզ մի բան, նույնպես պետք է, ավելի շատ է պետք։ Խոսք, որը որ կուղի, կխրատի։ Որովհետև նորից Տիմոթեոսի թղթի մեջ, 3-րդ գլխի մեջ, 2 Տիմոթեոս 3-րդ գլխի մեջ, Տիմոթեոսին նայեք ինչ նամակ է ասում, ինչ 3-րդ գլխի մեջ, ինչ նամակի մեջ ինչա գրում Պողոսը Տիմոթեոսին, 15-րդ խոսքից, ասում մանկությունիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող է քեզ իմաստուն անել փրկության համար եւ հավատքի ձեռով, որ Հիսուս Քրիստոսումն է։ Ուրեմն սուրբ գրքերը իմաստություն է տալիս քեզ, որ դու փրկվես, որ դու ճանաչես Քրիստոսին ու փրկվես։ Եվ հետո ասում է 16-ը,
Ամեն գիրք Աստվածաշունչը, ամեն գիրք սա նկատի չունի, Սամվել վեպը, Վարդանանքը։ Վարդանանքը Աստվածաշունչ չի։ Ամեն գիրք նկատի ունի Աստվածաշունչի 5 տակարանի մասին էր այստեղ ուղված, գիրք Աստծո խոսքի գրքերը։ Ծննդոցից, հա, մինչև աղաքյա, ամեն գիրք։ Դարապես Մովսեսի Տորանա գիրք կա համարվում, դատավորած գիրք, եւ այլ Տորան։ Ամեն գիրք օգտակար է նայեք ինչի համար, վարդապետության, հանդիմանության, հանդիմանություն էլ է, պետք ուրեմն այդ գիրքը հանդիմանում էլ է, հա։ Հանդիմանության, ուղղելու, արդարության խրատելու համար։ Ուրեմն Աստծո խոսքը մեզ պիտի հանդիմանի, մեզ պիտի ուղղի, մեզ պիտի խրատի։ Եթե քարոզի մեջ այդ բաները չկա, ուրեմն օգտակար չի այդ քարոզը։ Որտեւ ամեն գիրք Աստվածաշունչ է, Աստվածաշունչը օգուտ է բերում մեզ, որպեսզի մեզ խրատի, մեզ ուղղի, մեզ հանդիմանի, չէ՞։ Իսկ քարոզը հիմնված է Աստծո խոսքի վրա։ Եթե քարոզը հիմնված քարոզի միջոցով ես չեմ ուղղվում, չեմ հանդիմանվում, չեմ խրատվում, եկեք այդ քարոզը ծալենք դնենք մի կողմ։ Եվ հետո ասում եմ մյուս խոսքը, որ ինչի այդ ուղում, որ Աստծո մարդը, ով Աստծո մարդն է։ Աստծո մարդը այն մարդն, որ Աստծուն ունի իր կյանքի մեջ։ Որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն գործի համար պատրաստված։ Ուրեմն Աստված իր խոսքը ուղղում է քեզ կատարյալ անելու համար։ Աստված իր խոսքը ուղարկում է, որ քեզ ուղղի կատարյալ անի։ Եվ իր քարոզները նույնպես։ Քարոզները պետք է մեզ ուղղի ու բերի կատարելության։ Պետք է մեզ տանի դեպի Քրիստոսի նմանության։ Քրիստոսին նմանվելու ճանապարհը։ Ամեն։ Եվ հիմա պատկերացրեք, որ մենք մերժենք Տիրոջ խրատը։ Խրատ, որ մեզ ուղղում է, խրատ, որ մեզ շտկում է, խրատ, որ մեզ փրկում է, մենք էլ մերժենք այդ խրատը։ Նույն որ բանի մեջ էր, ասում եմ, բա տենց եղավ։ Բա տենց ոնց կեղնի։ Չի լինի տենց։ Եթե ես մերժեմ Տիրոջ խրատը, ես մերժում եմ իմ կատարյալ ընթացքի ճանապարհը։ Ես մերժվում եմ Հիսուսին նմանվելու process-ը իմ կյանքի մեջ։ Ես մերժում եմ Աստծո ուզածը իմ կյանքի մեջ։ Առակաց առաջի գլխի մեջ 28-րդ խոսքից ասվում է. Այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանի։ Առավոտանց կանուխ ինձ կորոնեն, բայց ինձ չեն գտնի։ Պատկերացնում եք մարդը կանչում է Աստծուն, բայց Աստծուց պատասխան չկա։ Առավոտ զարթում է շուտ հնեն լուսածակին, լուսադեմ 5-ի կոմերը։ Զարթում է, փնտրում է Տիրոջը, բայց չի գտնում։ Աստված չի հայտնվում։ Եվ ստե ասում եմ, որովհետև գիտությունն ատեցին, Տիրոջ վախը չընտրեցին, իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր հանդիմանությունն անարգեցին։ Ինչ անարգեցին։ Հանդիմանությունը, խրատը։ Դա սիրտ է, որ մարդը փակվել է արդեն ընդունելու համար Տիրոջից խրատ։ Հիշում եք, չէ՞, Աստծո խոսքը ինչ էր։ Օգտակար էր հանդիմանության խրատելու, ուղղելու, որ Աստծո մարդը կատարյալ լինի։ Եթե մենք փակել ենք մեզ համար Աստծո, փակվել է մեր սիրտը խրատի համար, Տերը չի հայտնվի, որովհետև Տերը երբ է հայտնվում։ Երբ որ կա ուղիղ փափակ ու ծարավ, երբ որ կա խրատը ընդունող սիրտ, հանդիմանություն ընդունող ականջ, խոնար սիրտ։ Իսկ ինչ է չի ընդունում։ Խոնարի հակառակը հպարտությունն է։ Հպարտությունը չի ուզում ընդունի։ Հպարտությունը չի ուզենա, որ մարդը ինքը, հպարտ մարդը չի ուզում ինքը ուղղվի, հա, ով կարա ինձ բան ասի։ Հպարտությունը մարդը թույլ է տալի, որպեսի մարդը, որտեղ խոսքն ասում է կործանումից առաջ գնում է հպարտությունը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը։ Կա չէ, այսպեսի մի բան, ասում է, ինձ չեն սիրում, ասում է, խի,
ասում է ճիշտ ներեցին ասող մարդը։ Տենց բան կա, չէ՞։ Մեզ մել մի քիչ իմաստություն է, պետք ճիշտը ոնց ասել, սիրով ասել։ Երբ որ ճիշտը սիրով է ասվում, միգուցե սկսեն սիրել։ Հիսուսին սիրում ենք, չէ՞ մենք։ Հեճում է Հիսուսը հանդիմանել։ Բախի է սիրում։ Սիրով է, չէ՞ հանդիմանել։ Չի հանդիմանել, չէ՞ որ դու այդ հանդիմանությունը քեզ ասի ջարդի։ Տիրոջ հանդիմանությունը հակառակ ինձ բարձրացրել է։ Եկեք մենք էլ, այդ որ ասում ենք ճիշտ այրեսին ասող, դրա մեջ սեր խառնենք նոր ասենք։ Բայց դե մի ուրիշ դեպք էլ կա։ Մեկը ասես մի բան էլ կա, որ Ղուկասի ավետարանում 6-րդ գլխի մեջ նայեք 26-րդ խոսքը Հիսուսն ինչ է ասում։ Վայ ձեզ, երբ որ ամեն մարդ ձեզանից բարի ասի։ Վայ այն մարդուն ասում է, որ բոլոր մարդիկ իրան լավը կասեն։ Գիտեք, որտեղ միշտ կլինեն մարդիկ, եթե դու ճիշտը միշտ խոսում ես, երբ որ դու միշտ Աստծո կողմն ես, կլինեն մարդիկ, որ չեն ընդունի։ Բայց ես մի բան կա, չէ՞։ Մի հատ պատմություն կա, որ մի քահանա է լինում, որ աշակերտ է ունենում, ու այդ աշակերտը տեսնում է, այդ քահանան ինչպես է ծառայում, մարդկանց ինչ խորհուրդներ է տալիս։ Եվ տարբեր ձևի, ոնց որ ասած, խորհուրդներ է մարդկանց տալի քահանան, եւ բոլորին ասում է դու ճիշտ ես։ Ամուսիններ են իրար հետ վիճաբանած եկել են, քահանան ուզում է խորհուրդ տա, որպեսզի ընտանիք կառուցված լինի, ուժեղ լինի։ Կնոջ հետ խոսում է, կնոջն ասում է դու ճիշտ ես, առանձին մարդու հետ խոսում է, ասում է դու ճիշտ ես։ Այդ աշակերտը ասես նայում, ասում է լսի, բայց դու համ նրան ասիր ճիշտ ես, համ էլ նրան։ Ասում է բայց դու էլ ես ճիշտ, գիտես։ Սաղի մոտ ուզում է լավ երևա։ Հանդիմանություն չկա։ Բայց եթե մենք խոսում ենք ճշմարտությունը, այդպես պիտի չլինի, որ դու էլ ես ճիշտ էլի։ Կամ ի ճշմարտություն Հիսուսն է։ Եթե մենք դեպի Հիսուսի նմանությունը չենք գալիս, դա սխալ վիճակ է արդեն։ Մի ուրիշ բան էլ կա, չէ՞։ Մարդը նստած քարոզ է լսում, ասում այ հարսս ստեղ ելներ, այս աղիրա մասին է։ Մեկը ասում է կիսուրս ստեղներ, մեկը ասում է փեսեն ստեղներ։ Ու տենց էլի։ Բայց ոչ միգուցե չի ասում, ինչ լավ է, ես ստեղ ինձ կարամ տեսնեմ։ Ուրիշին չի տեսնում, իրանա տեսնում։ Այդ ճիշտ վիճակն է։ Երբ որ դու ոչ մեկին չես տեսնում, դու քեզ ես տեսնում։ Եթե դու սկսել ես ուրիշին տեսնել, ուրեմն դու չես փոխվում։ Բայց խոսքը գալիս է ում համար։ Կիսուրի համար էլ է գալիս, մյուսի համար էլ, բայց ամեն լսող պետք է ասի դա իմն է։ Սպասում ունենա ամեն մեկի մը։ Լավ է որ կիսուրները տեղելներ լսել, մեկն էլ ասի հարսելներ ընդել, լավ է։ Բայց երբ որ մենք սկսում ենք քարոզի ժամանակ ուրիշներին տեսնել, մենք բաց թողեցինք այն գլխավորը, որ Աստված ինձ ուզում էր խրատեր, ու ես չընդունեցի։ Ես ուրիշներին տեսա մեղավոր, ինձ տեսա տեղի արդարը։ Բայց մի արդար կար, չէ՞, ով էր այդ արդարը։ Հիսուսն է այդ արդարը։ Բոլորս պիտի նմանվենք Հիսուսին։ Սաղմոս 141-ի 5-ում ինչ հրաշալի տեղ է ասում, նայեք։ Արդարը թող խրատի ինձ։ Ով խրատի։ Հիսուսն արդարն է, չէ՞։ Թող խրատի ինձ։ Խոսքը արդար է, չէ՞ Աստծո։ Թող խրատի ինձ։ Այնպես չի, որ ես քարոզում եմ, ես եմ քեզ խրատում։ Ես քարոզում եմ Աստծո խոսքը, խոսքն է խրատում։ Խոսքն է գալիս քեզ հասնում։ Ես ինչ գիտեմ քո կյանքի մեջ դետալները։ Աստված գիտի քո կյանքի մեջ դետալները։ Ես քարոզում եմ Աստծո խոսքը, խոսքն է գալիս գործ անում քո կյանքի մեջ։ Եթե սիրտդ ընդունում է, ընդունում է Աստծո խոսքը։ Դա Աստծո ձեռքն է հասել քեզ, խոսքի միջոցով։ Ամեն։ Որտեվ խոսքը մարմին է դառնում ու բնակվում մեր մեջ, խոսքը ինքն Աստված է, խոսքը ինքը Հիսուսն է։ Ու նայեք ասում է, արդարը թող խրատի ինձ, նա քաղցրություն է։ Այդ խրատվողները ասում են, ինչ քաղցր ինձ խրատեցին։
Բայց իրոք քաղցրա, որտեղ դու դե փոխվել կա, դե նմանվել կա Տիրոջը։ Դա քաղցրությունը։ Եվ թող հանդիմանի ինձ նա գլխի յուղը։ Երգում ենք Սուրբ Հոգի օծիր ինձ քո յուղով։ Ու ասում ենք ես չեմ ուզում ինձ այդ մերժում եմ խրատը։ Օծվեցինք մենք այդ երգելով։ Հովիվին գանք, ասենք աղոթի մեջ յուղով օծի։ Յուղով օծեց, ընդամենը յուղ քսվեց, բայց հոգևոր օծությունն եկավ, եթե դու սիրտ ունես, որը չի ընդունում խրատը։ Բայց ասում է, թող ինձ խրատի, դա գլխի յուղը։ Ու երբ որ մարդը սիրտ ունի, որ ընդունում է Տիրոջ խրատը, ովի ձեռն էլ չկպնի քեզ, այդ Տիրոջ ձեռը կգա կյուղի քեզ։ Ու երբ որ Տերն է յուղում, էլ ճերճերոց չի գալի։ Ճերճերոցը գալիս է գիտեք երբ որ յուղը չկա։ Դուրը ճերճերում է ու ազդում է սաղի վրա, իր ձայնով, որտեղ յուղված չի։ Ում կյանքում է եղել իրավիճակ, որ ով ինչ արել է, իր վրա ազդել է։ Սաղ ազդում է։ Յուղի պակաս է։ Նա գլխի յուղը, իմ գլուխը չի մերժի, որովհետև իմ աղոթքը լինում է նրանց չարագործությունների ժամանակ էլ եւ այլ։ Այսինքն իմ գլուխը չի մերժի, ես ընդունում եմ։ Ինչի գլուխը չի մերժի, որովհետև այդ հանդիմանությունը նախ եւ առաջ մենք միտքն է հասկանում, ընդունում, որից հետո սիրտը պատրաստ է ու հոժար է վերցնելու, փոխվելու։ Ու մենք գիտենք մի բան, որ այո, ավետարանը քարոզվում է մարդկանց միջոցով։ Ավետարանը քարոզվում է։ Եկեղեցին հովական ծառայություն ունի, եկեղեցին ունի ծառայողական կազմ, եւ Աստված մեզ աշխատում է մեր հետ, մեր միջոցով, մեկս մյուսի միջոցով։ Աստված իրականում կարա քո միջոցով ինձ բան ասի, կողքինի միջոցով քեզ բան ասի։ Մենք իրար համար ենք, որպեսզի իրար օգնենք։ Եվ դա մեր օգուտը չենք փնտրում։ Եվ իմ խորհուրդն է քեզ, որ քո օգուտն էլ դու չփնտրես այդ հարաբերությունների մեջ, օգուտ չփնտրես, այլ բոլորս Քրիստոսի օգուտը փնտրենք։ Գիտեք Քրիստոսի օգուտը երբ է։ Երբ որ փոխվում ենք, Քրիստոսին լավ է։ Երբ որ նմանվում ենք Քրիստոսին, Քրիստոսին լավ է։ Ամեն։ Եբրայեցի 12-րդ գլխի մեջ բոլորից ծանոթ տեղ է։ Եբրայեցիների թուղթ 12-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Եվ մոռացաք այն մխիթարությունը, որ ձեզ հետ ինչպես որդիների հետ է խոսում։ Ին որդյակ մի անարգիր Տիրոջ խրատը։ Ոչ էլ վհատվիր նրանից հանդիմանված ժամանակդ։ Որովհետև Տերը իրան սիրածին խրատում է, նա ծեծում է ամեն որդի, որ ընդունում է։ Ով է հավատում, որ Տերը իրան սիրում է։ Որ հավատում ես, պետք է ընդունես, որ խրատում է։ Որտեվ իրան ով Աստվածուն որ սիրում է, խրատում է։ Ես չեմ կարող ընդունեմ սերը եւ դրա մեջ խրատ չլինի, սիրո մեջ խրատ կա։ Ով է իր երեխուն խրատել։ Եղել է, չէ՞ լավ խրատ, որ մինչև մի հիշում է։ Մի հատ ֆիլմ կա պատմական, Աստծո արքայությունը, ով է տեսել։ Մենք որ Երուսաղեմի այդ պատերը պաշտպանում է Երուսաղեմ քաղաքը, Царство Небесное։ Հիշում եք ընդ որ Ռիչարդը բոլորին բան անում, վերջում էլ մի հատ ասում է այդել որ հիշես։ Որովհետև իր հայրը իրան այդ օրինակն էր ցույց տվել։ Իրան որպես Ռիչարդը կնքում, հա, ասպետի երթում ու այնտեղ քահանան ասում է ինչ եմ ես անելով բոլոր ասպետներ դառան։ Էսել որ հիշես։ Ուրեմն բաներ կա մեր կյանքում, ցավեր կա, որ դա մեզի տեղն է գցում։
Ապտակներ կա, որ մեզ հետի միշտ մեր կյանքում հիշում է, ինչի համար այդ ապտակը ես կերա։ Բայց այդ ապտակը խրատող, այդ ապտակը հիշեցնող, այդ ապտակը ուղղող ապտակ է, ոչ թե կործանող ապտակ։ Ապտակներ կա, որ կործանում է մարդկանց։ Դրա համար ապտակները, ինչպիսի ապտակը, սիրով լցված ապտակը ուղղիչ ապտակ է։ Աստված չի ապտակում կործանելու համար։ Աստված ապտակում է խրատելու ուղղելու համար։ Որպեսզի քո կյանքի մեջ ապահով լինես։ Քո կյանքի մեջ ընթացք ունենաս, որը որ օրհնության ընթացք է կոչվում։ Արդարության ընթացք է կոչվում։ Հավատքի ընթացք է կոչվում։ Եվ շարունակում է ու ասում է. Եթե խրատին համբերեք, ուրեմն խրատի տակից պլստալել կա, փախնել կա։ Շատ անգամ մարդու հետ եկեղեցում մարդը տեսնում ես, վայ, սենց վարվելով գալիս է, հենց գա, ասում ես, լավ, հələ սկսենք ուղղել, սկսենք այս հարցը շտկել, սկսենք այս բան անել, հենց սկսում ես մի քիչ իր այդ տենում ես, հոպ, պլստած։ Կարամ խմբակ փոխեմ։ Հարմար չի։ Չեմ ասում, եթե խմբակ ենք փոխում սխալը։ Սխալը, երբ որ ուղղվելուց ես փախնում։ Ոչ թե եթե ժամանակդ այնպես է, որ գործի ես այդ ժամին չես կարողանես, բա փոխի, բա ինչ անես։ Փոխում ես, որ կարողանաս ուղղվես ուրիշ տեղ։ Եթե դու փոխում ես ուղղվելու համար, փոխի, գնա ուղղվի։ Բայց եթե ուղղվելուց ես փոխում, որ չուղղվես, դա սխալ է։ Ինչի համար ենք փոխում։ Այդտենց էլ մարդը եկեղեցուց եկեղեցի կարա փոխվի։ Որտեվ նոր եկած մարդուն դու չես կարում, չէ՞, հələ պետքա մոտենա։ Հենց մարդը սկսում է մոտենալ, որ սկսում է ուղիչ աշխատանքը այդ մարդու հետ փախնում է։ Ինչի՞, չի ուզում ուղղվի։ Բայց մենք պետքա բռնվենք, ոչ թե փախնենք։ Եթե դու չուզենաս քեզ բռնեն, քեզ ոչ ոք չի կարա բռնի։ Ոչ մեր նպատակն էլ չի քեզ բռնել, Աստծո նպատակն է քեզ բռնելը։ Մենք չենք ուզում մարդ բռնենք։ Պրինցիպի ուզում ենք Աստծո համար։ Որտեվ ասում է, չէ՞, ձեզ մարդկանց որսորդ կսարքեմ։ Բայց ում համար։ Որտեղից ենք որսում։ Որ գնում է դժոխք։ Այդ դժոխքի ճանապարհից ենք որսում եւ Աստծո ճանապարհի մեջ կանգնեցնում։ Իսկ Աստծո ճանապարհը ուղղվելու ճանապարհը, խրատվելու ճանապարհը, սովորելու ճանապարհը, փոխվելու ճանապարհը։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկանց հետ կվարվի։ Ես ուզում եմ Աստված իմ հետ վարվի ինչպես իր որդու հետ։ Որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում։ Բայց եթե առանց խրատի եք, որին ամենքը մասնակից եղան, ուրեմն խորթեք ոչ թե որդի։ Եթե ես փախնում եմ խրատից ու ես չեմ ընդունում խրատը, խորթ եմ ես, որդի չեմ։ Որտեվ ես ինչպես կարամ ուրիշ երեխուն խրատեմ, ես իմ երեխուն կարամ խրատեմ։ Ամեն մեկը իր երեխային է խրատում։ Ուսուցիչն էլ որ դպրոցում է չի դաստիարակում, ինքը գիտություն է տալի, դաստիարակությունը տանն է։ Իհարկե հասարակությունը ձևավորում է մարդուն, բայց չի խրատում։ Խրատը տանն է լինում։ Դաստիարակությունը տանն է լինում։ Եվ եկեղեցին Աստծո տունն է, որտեղ խրատ կա, հանդիմանություն կա, որտեղ խրատը ապրեցնում է ու հանդիմանությունն է ապրեցնում ինձ, խրատն ու հանդիմանությունը։ Բայց եթե ես մերժում եմ խրատն ու հանդիմանությունը, ինչպես ես կապրեմ։ Նաև մենք մեր մարմնավոր հայրերը խրատող ունենալով, նրանցից ամաչում էինք։ Չէ որ առավել եւս պիտի, նայեք, մենք Պողոսը այստեղ Եբրայեցի թղթի հեղինակն ասում է, մենք մարմնավոր հայրեր ունենք մեզ օրինակ որպես,
որ մեր մարմնավոր ծնողները մեզ խրատում են, առավել եւս ասում եմ, չէ որ առավել եւս պիտի հնազանդվենք հոգիների հորը եւ ապրենք։ Ուրեմն երբ որ դու ընդունում ես խրատ ու հնազանդվում ես երկնային հորը, նրա կամքին, նրա խրատին, ապրել կյանքն է գալիս քո մեջ։ Խրատը ապրեցնում է։ Որովհետև սրանք մի քիչ ժամանակ իրենց հաճո երևացածի պես են խրատում, բայց նա օգուտի համար։ Ուրեմն մարմնավոր հայրերը ֆիզիկական խրատ է, բայց Աստծո խրատը օգուտի համար է, բայց ինչ ասում, որ նրա սրբությունն ընդունենք։ Ուրեմն խրատի միջոցով գալիս է Աստծո սրբությունը մեր կյանքի մեջ։ Երբ որ ասում է Սուրբը էլ սրբվի, ինչպես է կատարվում այդ ճանապարհը խրատի միջոցով է։ Եթե ես չեմ ընդունում խրատի ճանապարհը, Սուրբը էլ ոնց կսրբվի։ Ասում է Սուրբը էլ սրբվի, վերջի ժամանակներում անիրավն ավելի կանիրավանա, Սուրբը ավելի կսրբվի։ Սրբության ճանապարհի մեջ գնալով մենք գնում ենք սրբությունից սրբություն, գնալով նմանվում ենք Աստծուն, Հիսուսին, բայց դա այդ ճանապարհը խրատը ընդունելու ճանապարհն է։ Ամեն, հանդիմանություն ընդունելու ճանապարհն է։ Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակին ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում։ Նրանով վարժվածներ, այդ ինչով վարժվածն է, խրատին մեջ վարժված, քեզ վարժեցրու խրատվելու ճանապարհի մեջ։ Դա վարժեցնել է, անձը վարժեցնել է։ Առաջի անգամ խրատը կարող է մեջ ոնց թե։ Ես ինչի համար սենց։ Բայց այս ծառայողը խի սենց բան ասեց։ Ժողովուրդ, ով գիտի որ այստեղ ոչ մեկին բան պարտք չենք։ Տենց է թե չէ։ Ոչ էլ պարտավոր ենք ու դու էլ պարտավոր չես։ Դու ազատ կամք ունես։ Պարտական չենք մեկս մյուսին, բայց մենք պարտավորեցնում ենք մեզ մեկս մյուսի համար։ Մենք ստիպված չենք, բայց մենք ենք մեզ պարտավորեցնում։ Որ իրար լավ լինի։ Որն է մեր օգուտը։ Մենք հիշում եք անցած անգամ ասեցի, պատճառն Աստված է, որ մենք իրար գիտենք։ Ես որտեղ էի, դուք որտեղ էիք, ամեն մեկը տարբեր տեղեր։ Աստված կամեցավ մեզ մեկտեղ հավաքի ու ընտանիք սարքի, Աստծո ընտանիք սարքի։ Եվ այստեղ մեր շահը պիտի չլինի։ Ամեն մեկս պիտի չնայենք մեր շահին, պետք է նայենք Քրիստոսի շահին։ Ամեն։ Եթե ես չեմ փոխվում, ինձ է վնաս։ Եվ օգուտ է սատանային, որտեվ ինքն է ուզում այդ բանը։ Բայց եթե փոխվում եմ, ինձ լավ է, օգուտ է Աստծուն, որտեվ ես երկինք եմ գնում այդ ճանապարհով։ Խրատի ճանապարհը ինձ տանում է կյանքի ճանապարհ, տանում է կյանք, տանում է երկինք։ Ու հենց նույն ժամանակ ասմատրտմությունը, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում։ Նրա համար հաստատեցեք թուլացած ձեռքերը տկարացած ծնկերը։ Այդ հաստատելու ճանապարհը ո՞նց է ալնում։ Ո՞նց է հաստատվում։ Ասма դրա համար հաստատեցեք, որ իսկ ո՞նց խրատելով, ուղղելով մարդ տկար մարդը կզորանա։ Եվ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցեք։ Եթե դու ուղիղ ճանապարհ չշինես քո ոտքի համար, ոչ ոք քեզ չի կարա ստիպի, որ դու ուղիղ ճանապարհով քայլես։ Դու պետք է հոժար սիրտ ունենաս։ Թույլ տաս խրատը քո սրտի մեջ, որ Աստված քեզ խրատի։ Եվ հետո ասում է, կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ եւ սրբության, որ առանց նրա ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Առանց նրա Տիրոջը ոչ ոք չի տեսնի, առանց ինչի? Առանց սրբության։ Իսկ սրբությունը ինչպես ենք ընդունում? Խրատով։ Ամեն։ Գործք առաքելոց 24-րդ գլխի մեջ, 24-ի 5-ում, նայեք Պողոսին ինչ էին ասում։ Եվ դեզանից, որոնք որ կարող են ասեց, թող միասին, այս գործք առաքելոց որն եմ ասում,
Հա, 24 ես 25-ն էի կարդում, չէ՞։ Գործք առաքելոց 20 Պողոսին ասում են, որովհետև մենք գտանք այս մարդին, որ ապականիչ խռովարար է այն ամեն հրյաներին, որ բոլոր աշխարհում կան, նազովրեցիների աղանդի առաջնորդը։ Նայ, Պողոսին ինչ էին ասում։ Խռովարար, կռվարար, նազովրեցիների աղանդ։ Նազովրեցի նկատի ունեն Հիսուսի, Հիսուս նազովրեցի։ Մի քիչ նման չի մեզ։ Ասում են լնդենայի։ Այս ցաղ աշխարհի խառնակիչները եկան սկսին խառնել երկիրը, այ մարդ մենք Աստծուն ենք սկսել հավատալ, պաշտել, երկիրը խենք խառնում, հակառակը մեր օրհնությունով կարա երկիրն օրհնվի, արդար ճանապարհ ենք ընթե, ինչ ենք անում, ոչ խափում ենք, ոչ այն դրանով երկիր, չէ, նայեք միշտ ուզում են բարթեն։ Նայեք Պողոսի պատասխանը 14-ից 16-ը։ Բայց սա եմ խոստովանում քեզ, թե այն ճանապարհով, որ ասում են հերձված, այնպես պաշտում եմ հայրենական Աստծուն, ամեն բանին հավատալով, որ օրենքում եւ մարգարեներում գրված է։ Հուսալով այն Աստծուն, որին դրանք էլ սպասում են, թե արդարների մեղավորների հարություն պիտի լինի, որ հենց սրա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամանակ մաքուր խշմտանք ունենամ Աստծո առաջ եւ մարդկանց առաջ։ Նայեք Պողոսը ինչպես է պատասխանում, երբ որ իրան խռովարար ու աղանդ են ասում։ Ասում ես ջանք եմ անում իմ անձը մաքուր ու անարատ պահեմ։ Այդ ձեր ասած աղանդի ճանապարհով հենց եմ Աստծուն պաշտում ճիշտ ու ճշմարիտ ձևի, որ դուք սխալ եք արտահայտվում։ Իմացի ով ես դու։ Անկախ դրանից մարդիկ ինչ են ասում։ Ու երբ որ գիտես ով ես դու, Պողոսը ինքը խոսում էր առանց կոմպրոմիսի մեղքին դեմ։ Նա խոսում էր եւ մարդիկ ապաշխարում էին։ Բայց գիտեք հետարքիրը որն է։ Մարդիկ եթե չկարողանան խրատ ընդունել, նրանք չեն էլ կարող այս ազդեցությունը թողել։ Պողոսը թողեց ազդեցություն, որովհետեւ իր կյանքը փոխվեց։ Նա ընդունեց Տիրոջ խրատը իր կյանքի մեջ եւ գնաց դեպի սրբության ճանապարհի մեջ, դրա համար կարողացավ ազդեցություն բերել այս աշխարհի մեջ։ Մինչև մեր կյանքերի մեջ չգա Տիրոջ խրատ ու չգա մեր կյանքի փոփոխություն, մենք չենք կարա բերենք ազդեցություն մեր շրջապատի վրա։ Որովհետև ազդեցությունը գալիս է ոչ թե որ շատ բան մենք գիտենք, այլ որ մենք այդ մեր իմացած ինչքան ենք ապրում։ Իսկ խրատը բերում է կյանքի մեջ փոփոխություն, ապրելակերպի մեջ փոփոխություն։ Այն մարդիկ, ովքեր խրատ ընդունող են, իրենց կյանքերը փոխվում է։ Եվ այն մարդկանց կյանքերը, ում կյանքերը որ փոխվում է, նրանք են բերում ազդեցություն։ Դրա համար եկեք ազդեցիկ լինենք ամեն տեղ, որտեղ որ մենք կլինենք։ Դա նշանակում է եկեք փոխվենք Աստծո խրատով, Աստծո խոսքով, փոխվենք, որ կարանանք փոխենք։ Փոխվածը նորը կարա բերին փոփոխություն։ Չփոխված մարդը չի կարա բերի փոփոխություն, որտեղ ինքը դեռ փոխված չի։ Նորից եմ ասում, փոփոխությունների մասին իմանալ, դա դեռ քիչ է, քանի դեռ փոխված չի մարդու կյանքը։ Մենք շատ լավ կարող ենք տեղեկացված լինել։ Ինչպես է կատարվում փոփոխությունները։ Կա չէ, այսօր ընտրական ծրագրեր, ինչքան ծրագիր կար, քանի կուսակցություն այդքան ընտրական ծրագիր։ Բերենք փոփոխություն, բոլոր իրենց ծրագիրն ունեն։ Բոլոր իրենց առաջարկն ունեն։ Բայց ինչքանով է կյանքի կոչվում այդ ծրագրերը։ Դա է իրական կյանքի փոխված վիճակն է ցույց տալիս ծրագրի զորությունը։ Երբ որ սկսում է կատարվել, այդ ժամանակ ազդեցությունը գալիս չէ երկրի մեջ։ Իմացություն, դա դեռ քիչ է, եթե չկա փոփոխություն ֆիզիկական։ Կարամ իմանամ լավ 15 կետ ինչպես դառնալ միլիարդատեր։ Ոչ մի կետ որ չեմ անում, կդառնամ։ Եթե գիտես սկսի անել, որ դառնաս։ Մինչև չկա գործողություն, չի լինի փոփոխություն։ Դրա համար էլ հավատքը առանց գործերի մեռած է։ Բոլորն են հավատում։ Հələ մեր ազգին խոսացրեք։ Մեր նման հավատացյալ ազգ գոյություն չունի երկրի վրա։ Քրիստոսից առաջ մենք քրիստոնյա ենք եղել, հələ խոսելու։
Բայց ինչքանով է կյանքը փոխված։ Դա է ազդեցությունը։ Եվ քրիստոնյան է նա է, որ ում կյանքը փոխված է։ Ու փոխվում է։ Ոչ թե փոխված հասել ենք տեղ, այլ փոխվում ենք։ Ու նայում ենք Տիրոջը։ Մեր օրինակը Հիսուս Քրիստոսն է։ Հռոմեացի առաջի գլխի մեջ, գիտեք հռոմեացիների առաջի գլուխը շատ մի բանի մասին խոսում է, որ ասում եմ, Աստծուն ճանաչելով նրան Աստծու պես չփառավորեցին, նրանք էլ հեռացան ընկան տարբեր տեսակի մեղքի մեջ։ Սա հավատացյալների մասին է, որտեղ ով է ճանաչում Աստծուն։ Հավատացյալները։ Աստծուն ճանաչելով նրան Աստծու պես չփառավորեցին։ Դա գրված է 21-րդ գլխում, որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծու պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, իրենց մտածմունքներում ունայնացան, նրանց անմիտ սրտերը խավարեց։ Հետո ասում են Աստված էլ մատնեց ծանր կիրքերի ու սկսում է մեղքեր ասել, որ աշխարհն էլ ծանր մեղքեր ա ոնց որ ասած, հա։ Ահա որ Աստծուն ճանաչելով չփառավորեցին Աստծուն։ Իսկ ի՞նչն է փառավորում Աստծուն։ Պտուղը։ Մեր փոխված կյանքն է փառավորում Աստծուն։ Եթե մենք ասում ենք Աստծուն ճանաչում ենք ու կյանքի փոփոխություն չկա, դա չփառավորել է Աստծուն։ Որտեղ Հովհաննեսի ավետարանում է, չէ՞, ասում, Աստված մեզ կանչեց, դրեց, որ մենք գնանք պտուղ բերենք, պտուղը մնա, եւ որն էլ փառավորում է Տիրոջը։ Պտուղը։ Բայց նայեք, նույնպես այստեղ Հռոմեացի 1:18-ը, 21-ից առաջ 18-ը, որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է մարդկանց ամեն ամբարշտության եւ անիրավության վրա։ Ուշադրություն դարձրեք, Աստծո բարկությունը մեղքի վրա է, ոչ թե մարդու։ Եթե մարդը մեղքից չի հրաժարվում, մարդը ընկնում է բարկության տակ։ Իսկ Հիսուս Քրիստոսը խաչի վրա մեր մեղքերը վերցրեց, որ Աստծո բարկությունից մենք պրծնենք։ Եթե մենք ընդունում ենք Տիրոջը, բայց մնում ենք այդ նույն մեղքի մեջ, Աստծո բարկությունը մեր վրա է մնում, որտեղ մեղքի վրա է Աստծո բարկությունը։ Ամեն։ Ու նայեք ինչ ասում, ամեն ամբարշտություն անիրավության վրա, որ ճշմարտությունն անիրավությունով բռնում են։ Ոնց կարա ճշմարտությունը անիրավությունով մարդ վերցնի։ Էտեն է, որ ինչ ձեռատալի են վեկալում։ Ոչ թե ամբողջը։ Եթե խոսքը հանդիմանող է, ամբողջ հանդիմանությունն էլ ընդունեմ ու փոխվեմ, դա ինձ օգուտ է։ Բայց եթե մասամբ եմ փոխվում, փոխվել չէ, էլի, մասամբ եմ ընդունում ու չեմ փոխվի ես։ Դա ճշմարտությունը անիրավությամբ ընդունել է։ Դրա համար պատասխանատվություն ունենք ես ու դու, ժողովուրդ։ Ինձանից սկսած բոլորս մենք ունենք պատասխանատվություն ընդունելու ճշմարտությունը այնպես, ինչպես որ կա, որը անփոփոխ է, որը նույնն է երեք այսօր հավիտյան։ Հիսուսն ասեց, ես եմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը։ Հիսուսն է ճշմարտությունը, Աստծո խոսքն է ճշմարտությունը, եւ Աստծո խոսքը միշտ գալիս է ինձ ու քեզ փոխելու համար, ինձ ու քեզ բարձրացնելու համար։ Ինչքանով եմ ես ընդունում ու փոխվում, դա ինձ ու քեզանից կախված է։ Որտեւ Սերմնացանի առակի մեջ նույնպես ասում է, սերմ ցանողը դուրս եկավ սերմ ցանելու։ Ոմանք ընկան որտեղ ճանապարհի եզրին թրջունները կերան, ոմանք քարքարոտ տեղ աճեց, բայց արմատը խորը չէր։ Մի հատ գայթակղություն չորացավ։ Փշերը մյուսը մի քանիսը ընկան, փշերը խեղտեցին, որ այս աշխարհի հոգսերն էր, բայց շատերն ընկան պարար դաշտի մեջ եւ պտուղ բերեցին։ Մեկը 30, մեկը 60, մյուսը 100։ Պտուղ բերել, այսինքն եկավ մեր կյանքի մեջ եւ մեր կյանքը փոխվեց ու պտուղ տվեց։ Ամեն։ Բայց այդ վիճակը մեր սրտի մեջ է, քարքարոտ է թե փշոտ է։ Մենք ենք մեր սիրտը փխրեցնում, քարերից հեռացնում, մոլախոտերից հեռացնում, դու ես աշխատում քո սրտի վրա, ես աշխատում եմ իմ սրտի վրա։ Եկեք մեր սրտի հետ աշխատենք, որ պարարտ դառնա։ Սերմի համար բարենպաստ միջավայր ստեղծենք մեր սրտերը։ Գիտեք, չէ, սերմի համար բարենպաստ միջավայր է պետք, որ սերմը աճի ու պտուղ տա։ Աստծո խոսքը սերմ է։ Մեր սիրտը հող է։ Եթե չաշխատես քո սրտի հետ, տես պինդ էլ կարա մնա։ Ու սերմը, երբ որ պինդ է սիրտը, չի մտնում սերմը։ Լսելով լսում ենք ու գնում։
Բայց շնգար սրտի մեջ։ Կլսենք ու չենք ընդունի, չենք փոխվի։ Կամ մի ուրիշ վիճակ, քարքարոտ, գայթակղություններ, բա իմ հանդեպը սենց ասեցին, մեկը սենց ասեց, ես ես մեկի հետ նենց, մեկի հետ նենց, ես եմ որոշում ինչ անեմ, ոնց անեմ, այս եկեղեցում էս ինչքան սենց անկատար մարդիկ կան, կարծես մենք կատարյալն ենք, մնացածը անկատարն են։ Այո, բոլորն են անկատար։ Բոլորս էլ բոլորով պետքա փոխվենք։ Նմանվենք Հիսուսին։ Այս մեկը քանի որ սենց է, ուրեմն ես էլ սենց պիտի անեմ։ Դա մեր վիճակն է սրտի, որը քարքարոտ վիճակ է, դա թույլ չի տա Աստծո ուզածը քո կյանքում կատարվի։ Սերմը չի գա ու պտուղ տա քո կյանքի մեջ։ Եթե մեր մոտեցումը այդպեսին է, աշխատի սրտիդ հետ։ Որպեսզի քարերից հեռացնես։ Կամ հարստության խաբեություն, ամեն ինչի համար ժամանակ ունենք, Աստծո համար չունենք։ Հարստության խաբեությունը խեղդեց, հոգսերը, բա այնքան հոգսեր ունեմ։ Բա որ հանկարծ այս բանը չլինի ոնց։ Ասեք, մենք էլ ենք պարապ մարդիկ ենք, որ հավաքվում ենք, հա։ Յուրաքանչյուրից այստեղ որ նստած եք, խոսացնենք, բայց դուք պարապ չեք, բայց դուք կարողացել եք։ Կտրեք ձեր ժամանակից, որտեղ կարողացել եք այս ժամանակը գնահատել։ Ու ես հավատացած եմ, քո ազդեցությունը կփոխի այս երկիրը։ Քո ազդեցությունը կբերի փոփոխություն քո այս քաղաքի։ Որովհետև քո կյանքը պիտի փոխվի։ Ուրիշ տարբերակ չունենք։ Աստծո խոսքի տարբերակն է միայն փոխվելու ճանապարհը։ Երկինք տանող ճանապարհը փոխվելու ճանապարհն է։ Երկինք տանելու ճանապարհը սիրո ճանապարհն է, հավատքի ճանապարհն է, հավատարիմ լինելու ճանապարհն է, Քրիստոսին ամուր բռնելու ճանապարհն է։ Ու գիտեք բանը որն է շատ անգամ մենք բնավորությունը խնդիրը մեր մեջ է, ու մենք մտածում ենք սաղ սխալ է։ Եթե դու մտածում ես սխալ են, դու ճիշտ ես։ Չեմ ասում ուրիշ բան, բայց ասեմ մի բան, կանգ առատ է։ Գոնե սկսի նայել, հլասը, կարող է իմ մեջ բան կա։ Հաստատ չեմ ասում, բայց գոնե սենց մտածի, կարող է իմ մեջ բան կա։ Հենց մտածես կարող է բան կա, սկսես մի որոշ բաներ ուրիշ կերպ նայել։ Հենց սկսես ուրիշ կերպ նայել, մի բան կգտնես։ Այդ վարժություն ասեմ, ցաղետել տեսած կլնեք, իմացած կլնեք։ Եկեք հիմա բոլորս սենց մեկին ասես, այս մարդը մատով ցույց տուր, ինչ որ մեկին հələ ցույց տուր, ես ալիկին եմ ցույց տալի, հա։ Այս ալիկը եկեք հələ, լավ, եկեք բոլորս մատներս ցույց տանք։ Մեկը կասի սկիսուրս, մեկը հարսս, չէ, այ ինքը, չէ, քանիսն է ցույց տալի, այն մնացած է, լնայք իրեքը ինձ է ցույց տալի, դրա համար ասում է, եթե տեսնում ես, եղբորդ աշկի շուղը, գնա աշկիդ գերանը, հանի, նոր հետո արի քո աշկի շուղի մասին, հա, եղբորդ աշկի գերանի մասին, շուղի մասին մտածի։ Ժողովուրդ, եթե մենք ուզում ենք մեր եղբոր աշկի շուղը օգնած լինենք դուրս հանենք, եկեք մեր գերանի մասին մտածենք, աղբոր աշկի շուղը դուրս կգա։ Հենց մեր գերանը լուծվեց հարցը, նայելու ենք ասել ենք, այս շուղը ինչ եղավ։ Հասկանում եք ինչ է կատարվում, որտեղ մենք ամեն մեկս կենտրոնացած ենք մեր վրա։ Այնի նայում են մեկին, այն մեսը նայում են մեկին ու սաղ տեսնում են սաղ փշեր, մոռանում են իրենց մոտ գերանը։ Ով է հիշում են քարոզը, որ ես քարոզել եմ, քարերը տուն վրա ես նետում։ Ում վրա ես նետում քարերը։ Հիշում եք մեղավոր կնոջը բերեցին, այդպես էլ վերնագրել եմ ես։ Մեղավոր կնոջը բերեցին, ասեցին, օ, դա հայտնապես բռնացրել ենք։ Հիսուսն ասեց, ով արդարա առաջինը քար գցի, չէ, անմեղա։ Այդտեղ ով էր, որ կարար քար նետեր մենակ։ Ինքը կնոջը ասեց, ես քեզ չեմ դատում, դու էլ գնա, հա։ Էլ մեղմի գործի։ Գնա էլ մեղմի գործի։ Բայց բոլորը հանդիմանվեցին։ Քարեր իրենց գցեցին, իրենք քարերով էին եկել։ Սաղ այդ քարերը ուզում էին, հա, սպանեն։ Այսօր կարծես մեկս մեկի դեմ այնպես քարերի պաշարով եք, այնպես լծված ու նետ ենք իրար վրա։ Այ որովհետև դու, հիշում եք, չէ՞, դու։ Որովհետև դու սենց ու սկսեմ ես քարը, մոռանալով, որ ես չեմ կարող այդ անեմ։ Որ ես արդար չեմ։ Մեկն է արդար, որ կարող է այդ անի։
Իսկ Դավիթը քարվ եկալեց ում դեմ։ Այ Գողիաթի դեմ քարերը տուղի, ոչ թե իրար դեմ։ Գողիաթը սատանայի խորհուրդն է։ Մեր քարերը պետք է ուղենք սատանայի դեմ։ 5 հատ զապաս մեկալ, բայց մի հատն էլ ահերիկ։ Այնպես որ քարերդ մի ուղի իրար դեմ։ Մի ուղի բարեկամներիդ, հարազատներիդ դեմ։ Միգուցե անարդար են վարվել, ես չեմ ասում ճիշտ են վարվել։ Բայց ես ասում եմ այդ ամենի հետևում սատանան է կանգնած, քարերդ ուղի սատանայի դեմ։ Եթե քո հանդեպ սխալ են վարվել, դա չի նշանակում դու պետք է սխալ վարվես։ Այլ կերպ մենք ինչով ենք նրանցից տարբեր, Հիսուսը մեզ այդպես է սովորացնում։ Եթե մեզ այդ վարվողի հետ մենք նույնպես այդպես ենք վարվում, ինչով մենք նրանից տարբերվեցինք, դա Հիսուսն է այդպես սովորեցնում։ Այլ հակառակը։ Ասում եմ ձեզ վատ անողին լավ արեք։ Եվ այդ ժամանակ ինչ կանեք, կրակի կայծեր կժողովրեք նրան, այդ տենց գոնե այդ վաղտ կրակի կայծ լինի։ Էդելի սխալ սիրտ, հա, մոտիվ, որ մենք ուզում ենք էլի լավն անենք, որ ապացուցենք, որ ես քրիստոնյա եմ, տեսար։ Ասպետ ասում է, էլի մի բան սխալ արեց։ Իջևանցի կստե ասում են կացինը քարովը տվեց։ Կարծես պետք է փայտի ընտար, բայց քարովը տվեց, էլի կացինը փչացնում է։ Ու մենք մեջ տեսնում ենք սուրբ, միշտ զոհի կարգավիճակում դնում ենք ինքներս մեզ, ես ստեղի ամենաշատ հալածվածը իրավիճակա ու տեղի ամենահալածվածը դու ես, սաղից նեղացած, որտեղ քեզ են շատ ճնշը, բոլորը մեղավոր են, դուք ինչ չեք հասկանում, հələ մի հատ իմ տեղն եկեք, նոր հետո խոսացեք, այդ վիճակով զոհը դու ես։ Երբեք քեզ զոհի տեղ չդնես։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Եղիր Հիսուսի նման։ Հիսուսը զոհ էր, բայց իրան զոհի տեղ չդրեց։ Ասես ոչ ոք իմ կյանքը վեր չի առնում, ես դնում եմ։ Բայց մի լացեք ին վրա։ Ես, չէ, ինքը իրան զոհի տեղ չդրեք։ Տեսակ ինչ անարդար իմ հետ վարվեցին։ Ինքը խոնարհաբար, մինչև վերջ կրեց իր խաչը, բայց դա էր հաղթության ճանապարհը։ Հաղթանակի ճանապարհը։ Հարության, զորության ճանապարհը։ Երբ որ դու քեզ զոհի տեղ չես դնում, Տիրոջ զորությունն է գալիս քեզ վրա։ Ու դու կարաս օգնես քեզ նեղացնողին, քեզ հալածողին։ Ստեփանոսը քարկոծվում էր, անմեղ էր։ Բայց ասում էր Տեր, ների չեն, չէ՞։ Հիսուսի պես ինքը վարվեց։ Բայց Հիսուսը կանգնած, ասում, ահա տեսնում եմ Աստծո որդուն, կանգնած Աստծո աչքի կողմը։ Հիսուսը կանգնած դիմավորեց Ստեփանոսին։ Մարդիկ ովքեր որ զոհվում են, բայց զոհի կարգավիճակի մեջ իրանք չեն ընկնում։ Իրանք իրանք չեն ասում, վայ, այս ինչ անարդար վարվեցին քո հետ։ Վայ մե, այս ինչ վիճակ ես դու։ Այ տենց իրանց պես արա, թույլ մի տուր, հլստենայի, մեկուսացի, եւ այլ sense բաներ։ Ոչ։ Ես հավատացած եմ, երբ որ դու քեզ ճիշտ ես պահում, խաչի վրա էլ լնես, խաչի վրից կարաս օգնես ուրիշին, ինչպես Հիսուսը խաչի վրից կողքի ավազակին փրկեց։ Խաչի վրա էլ օգնում էր։ Դրա համար սիրելի եկեղեցի, երբ որ հանդիմանվում ես, մի վրհատվի, երբ որ հանդիմանություն ընդունում ես, կյանք ես ընդունում, մի անարգի Տիրոջ խրատը և եղիր Տիրոջ նման, թող արդար ինձ խրատի, որովհետև այդտեղ յուղ կա, օծված, դա ինձ օծում է։ Հիշում եք 141-րդ Սաղմոսի 5-րդ խոսքը, կխնդրեմ նորից նայենք այդ տեղը։ Որովհետև Աստծո բարկությունը երկնքից հայտնվում է, արդարը թող խրատի ինձ, նա քաղցրություն է, և թող հանդիմանի ինձ, նա գլխի յուղ է։
իմ գլուխը չի մերժի։ Արդարը թող խրատի ինձ։ Դա գլխի յուղը։ Թեսաղոնիկեցի թղթում Պողոսը գրում ասում է ճանաչեցեք ձեզ խրատողներին։ Այսինքն հնարավոր է Աստված խրատի ինձ մարդկանց միջոցով եկեղեցում, բայց խրատն չէ ճիպոտով են խրատում։ Դի խրատ չի, խոսքը ինձ խրատում է։ Մարդիկ ովքեր քարոզում են Աստծո խոսքը, ովքեր կարող են իմ կյանքի մեջ Աստծո խոսքով բերեն ազդեցություն, նրանք ինձ խրատողներ են։ Փառք Աստծո այդ մարդկանց համար, ովքեր կարան Աստծո խոսքը փոխանցեն ինձ։ Համաձայն եք, որ մենք կարիք ունենք մարդկանց, որ Աստծո խոսքը կփոխանցեն ինձ։ Չէ՞ որ այդ մարդիկ հատուկ պարգև են, Աստված բարձրացրեց այդ մարդուն, որ իր խոսքը բերի հասցնի իմ մոտ։ Փառք Աստծո այդ մարդու համար։ Եվ եթե դու չճանաչես իրան, ոչ ոք չի զորելու քեզ իրան ճանաչի, գիտես ինչ կա։ Ու հետո ասում են նրանց պատիվ տուր ավելի շատ։ Իրանց գործի պատճառով համ խրատի, համ էլ պատիվ ստանա։ Որովհետև մարդը չի, խոսքն է ինձ խրատում։ Դրա համար իրար փնփնթալ, իրար նկատմամբ վերևից չխոսել։ Ինչ է, եթե ես մի բանում հաջողվել եմ, ինձ իրավունք է տալի, որ ես այդ հաջողության վրա կանգնեմ ու քեզ էլ վերևից նայեմ։ Ոչ։ Մոռացա ուրեմն ես որ մի ժամանակ եսին որտեղ եմ եղել։ Աստված ինձ բարձրացրեց, եթե իմ վերաբերմունքը այդպես է, ես մոռացել եմ իմ ով լինել առաջվա։ Ո՞վ է ինձ բարձրացրել, Տերը։ Ուրեմն փառքը Տիրոջինն է։ Ես կարամ իմ օրինակով ծառայեմ քեզ, ոչ թե դրանով ճնշեմ քեզ։ Մուննատ, զուննատ, իրար մենք իրավունք չունենք իրար հետ մուննատ գալու իրար վրա։ Եթե դու մի բան էլ տեսել ես իմ կյանքում սխալ, դա չի նշանակում պիտի մուննատ գաս իմ վրա։ Հակառակը, խոսքն ասում է, չլինի մի գեշ խոսք իրար նկատմամբ, գեշ բառն ասում։ Մուննաթը գեշ է։ Ու այդպես մենք կփակվենք իրարից, կսկսենք չընդունել իրար։ Բայց եթե դու տեսնես սեր, սիրով ասված խոսք, թեկուզ հանդիմանություն, դու կբացվես, որտեղ սերը բացում է։ Ու մեր խնդիրը հենց դրա մեջ է։ Հարցը ինչ չեմ է քեզ ասում, հարցը ինչպես եմ քեզ ասում։ Ամբողջ խնդիրը դրա մեջ է։ Դու կարող ես շատ ճիշտ լսել ես Աստծուն, բայց չես կարողանում ճիշտ փոխանցել։ Եկեք սովորենք ճիշտ փոխանցել։ Այն հոգին, որով լսեցիր, դա սիրո հոգին է։ Այդ հոգով փոխանցի, ոչ թե այդ հոգին դիմի կողմ ու քո սենց թափ տալով մատ իրար վրա փոխանցի խրատը։ Որովհետև սա մեզ արտոնություն չի տալի հիմա, որ մենք լսեցինք, որ հանդիմանությունը լավ է, ու մենք կսկսենք ճիպոտն առնել ու իրար հանդիմանել, որտև հովիվը քարոզես լավ է։ Լավ է, ինչպես է լավ։ Առանց սիրո սպանում ամեն բան, որտև սերն է, որ ապրեցնում է։ Առանց սիրո է խոսքը սպանում է, բայց հոգին կենթանացնում է։ Իսկ հոգին, սիրո հոգին, դա Սուրբ հոգին է։ Իսկ Աստծո սերը մեր սրտերի մեջ է Սուրբ հոգու ձեռով։ Եկեք սիրենք, անկեղծ լինենք։ Եկեք մեր շահը Քրիստոսը լինի։ Քրիստոսին սիրողը իրարել է սիրում։ Որտև ինչից է երևում, որ մենք Քրիստոսին սիրում ենք, երբ որ իրար նկատմամբ սեր ունենք։ Դրանից է երևում։ Հələ փորձվի մեր նկատմամբ մի քիչ ուրիշ կերպ, ես նկատեմ իմ հետ, անենց մի հատ տեղը դնեմ չափեմ, ոտից գլուխ թող սաղ կյանքը չափը հիշի ու ընկնի իր տեղը։ Դա սիրո հոգի չի։ Այ եթե մի բան նկատեցի ինչի, ծիծաղի անցի։ Կարաս քո վրա ծիծաղես։ Եթե մարդը կարա իր վրա ծիծաղի, ինքը հաղթող մարդ է։ Ուզում եք մի հատ օրինակ բերեմ։ Ո՞վ է հետ սառույցի վրա ընկե։ Ո՞վ է ման թողնել դրանից, վայ։
ճնշվե, վայ տեսան 1000 հոգի։ Բայց եթե դու կարաս այդ պահին քո վրա ծիծաղես, հենց հեշտ անցնում ես, հա, ընկար տեսան, հմի ծիծաղեցիր քո վրա ու անցար։ Չեմ ասում է թույլ տաս քո վրա ծիծաղեն։ Դու ծիծաղի քո վրա ու կարացի հաղթես։ Թեկուզ քո հանդեպ սխալ են վարվում։ Դու կարող ես հեշտ անցնես, երբ որ դու քոյց վրա կարաս ծիծաղես։ Մի հատ վարժություն ասեցի, էլի արեք էդի։ Կյանքի դժվարությունների մեջ, մի սառույցի վրա, բայց կյանքի դժվարության մեջ ընկել ես ու մի տեղը ցավացել է։ Դժվարություն եմ ասում, այդ ցավը, ներսի ցավը։ Եթե դու դրանից ընկճվես, մեկուսանաս, հլստեղ նայի, դու չես հաղթի։ Ծիծաղի դրա վրա, անցի։ Տենց ով է հետ ինչ-որ մի տեղ եղել ու գիտի սաղ իրան են նայում։ Բայց իտոգում ոչ մեկ քեզ չի նայում։ Դու մտածում ես սաղը տեղ քեզ են նայում։ Ու սկսում ես sense, եթե կնկնոջդ հետ ես, ասում ես նամյաթել ես sense բան, սկսում ես լարված կնգած բաներ ասել, գիտես սաղ քեզ են նայում։ Ասում եմ, ինչ է եղել այն մարդ։ Կինն էլ ընդից կողից խաբար չի ինչա քո հետ կատարվում, ու դու իրան բզում ես։ Ասում եմ, ինչ է եղել։ Կամ էլ հակառակը կինն է բզում։ Կապ չունի ով է բզում։ Բայց որ այդպիսի բան կա։ Մտածում ես սաղ քեզ են նայում։ Լսի, երկինքը քեզ նայում է հերիքա։ Ես չեմ ասում քեզ ճիշտ մի պահի, բայց ես ասում եմ դու կարողացի հաղթես քո ներսի դժվարությունները քո վրա ծիծաղելով։ Դավիթը ասում է ով իմանց, ինչի ես ընկճված, Տիրոջը հուսա։ Ինքը իրան այդ ընկճված փոսից հանում է, ասում է վեր կացել է տղա ջան, ծիծաղի քո վրա անցի առաջ։ Ոչ թե մնա այդ վիճակի մեջ։ Բարոն Մյունխաուզենի մասին ով է լսել, այն մեր սերունդի բաներ կա։ Մուլտիկ կար սովետական Բարոն Մյունխաուզեն, բայց այդ Բարոն Մյունխաուզենը գրված կա։ Գիտես ինչեր էր ասում, խելքից դուր բաներ։ Կա չէ՞ որ գլուխ գովաներ են ելնում։ Բարոն Մյունխաուզենը սվերխ մի հատ sense ֆանտաստիկ միտք ուներ։ Ասում է ձիով գնում էի։ Եվ ընկա ճահիճը։ Ձին էլ հետս։ Ու գնալով ասում է, փորձում եմ չէ։ Ավելի է տանում, ավելի է խորացնում, ճահիճը քաշում է։ Աստես ասավ։ Ասում է վզիցս նենց քաշեցի, որ ինձ հանեցի ձինել հետը։ Ձինել հետը հանեցի։ Այդ որ գցում ես, ճիշտ է ասում։ Եթե դու քեզ չհանես, որոշի, որ քեզ հանես այդտեղից։ Եթե դու այդ որոշումն այդպիսի մարդ ես ու դու կարող ես այդպես մտածել, խրատնի ինչա որ չընդունենք։ Բայց մենք ամեն ինչից նեղնենք, վայ, սաղ մեզ վրա են կենտրոնացած, ով ինչ ասի, ես կսկսեմ պաշտպանվել բոլորից, ինչ էլ մի հատ խրատեն ինձ։ Չէ՞։ Եթե դու սկսես պաշտպանվել, դու արդեն փակված ես։ Պաշտպանություն ի՞նչ է։ Վահաններն առնել, սաղավարտները հարկնել ու սկսել պաշտպանվել։ Պաշտպանվելու մեջ հարցակում էլ կա, ձեռի հետ էլ կրակի։ Ինչ է եղել որ։ Բայց եթե դու չես պաշտպանվում, երբ որ մարդը սպասում է, սաղ իրան են նայում, հեսա մի բան պետք է եւ այլ, ինքը սկսում է պաշտպանվել։ Լավն էլ ասեն, վատի տեղ ընդունվելու է, դու չի ընդունվելու, դու էլ հետևից էլ հակառակն ես անելու։ Մի պաշտպանվի Տիրոջից։ Թույլ տուր Տերը հասնի քեզ։ Մի պաշտպանվեք իրարից, ոնց չպաշտպանվեմ։ Ավեկալ են վաղը միսոր մատերի վրա ֆռցնեն ուզի, ես այդ տղեն եմ, որ ինձի տենց չեն անի, դու ես մտածում, որ տենց է։ Եթե դու մտածում ես տենց է, միգուցե դու ես այդպես։ Եթե մեկը քեզ հանդեպ սխալվի, դու տենց կանես։ Ուրեմն տենց կանես, եթե մտածում ես քո հետ տենց կանեն։ Բայց խորհուրդ եմ տալի դու տենց մի եղի։ Տենց էլ մի մտածի։ Չեմ ասում ընդհանրապես մի պաշտպանվի։ Չէ, մարդը պիտի պաշտպանվի սատանայից։
Բայց ով է իր ընտանիքից պաշտպանվում, կարաք ասեք։ Դու այն ես ով կաս քո ընտանիքում բաց ես։ Դրա համար է խոցվում ես, ասում ես ինչ արեց ես Դանին ինձի։ Այս ոնց էր։ Դրա համար իրարից նեղվում ենք շատ անգամ եւ այլն, բայց մեկը ինչ պաշտպանվեմ իրանից, իմն է։ Չէ՞։ Սիրելի եկեղեցի։ Եկեղեցին բերթեր պիտի իր մեջ չկառուցի։ Եկեղեցին բերթեր պիտի կառուցի սատանայի դեմ։ Ամուր Աստծո անունը ամուր աշտարակը, որ արդարը կփախնի ու ապահով կլինի այդ աշտարակի մեջ։ Աստծո անունը ամուր աշտարակը, եւ արդարը կփախնի այդ աշտարակի մեջ ու ապահով բնակարան կունենա։ Մենք ենք այդ աշտարակում ապահով։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Իսկ այդ աշտարակի մեջ աշտարակներ մի սարքի էլի քո անունով։ Անկեղծ եղի։ Կեղծավորությունը շատ վատ բան է։ Աստծո հետ անկեղծ եղի, մարդկանց հետ անկեղծ եղի։ Պողոսն ասում է մեր քարոզությունը անկեղծ է։ Մաքուր է։ Սերն էլ պիտի լինի մաքուր, ջինջ, որտեվ Աստծո սերը այդպիսին է։ Իսկ մենք Աստծո սիրով ենք լցված։ Երբեք մի մտածի աշխարհի սկզբունքների հիմքով։ Մտածի Աստծո խոսքի սկզբունքների հիմքով։ Մենք մի ժամանակ այնտեղ նենց ենք վարժված եղե, որ երբ որ մենք գալիս ենք այստեղ Աստծո մեջ, հələ այդ հին մեր վարժված սովորույթները մտածում ենք տենց է, չէ։ Թող հին սովորույթները։ Ընդունի այն նորը, որը Տիրոջից է։ Դա ապրեցնում է քեզ։ Դա ազատ է արձակում քեզ։ Ճանաչիր ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի քեզ։